Կլիմայի փոփոխության պայմաններում տարեցտարի ավելի է ընդգծվում գյուղատնտեսություն բնություն կապի կարևորությունը ապահովելու սննդի այնպիսի արտադրություն, որը ոչ թե կվնասի, այլ կնպաստի կենսաբազմազանության պահպանմանը։ Սա հաշվի առնելով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը համատեղ մեկնարկել են կայուն ֆինանսավորման հասանելիության ապահովում Հայաստանում սնուցման նկատմամբ զգայուն կլիմայախելամիտ պարենային համակարգերի վերափոխման համար ծրագիրը։ Այդ երեք կառույցն աշխատելու է նախարարությունների և խոշորացված համայնքների հետ սննդի համակարգերի կայուն քաղաքականություն ձևավորելու համար, կենտրոնանալու են կաթնամթերքի և սերմերի արժեշղթաների վրա։ Սերմերի ոլորտում Հայաստանը տարիներ շարունակ կախված է եղել ներմուծումից, իսկ փոփոխվող կլիմայական պայմաններում կարևոր է ունենալ սեփական արտադրություն։ Ծրագրով նախատեսված է նաև արոտավայրերի վերականգնում։ Ծրագիրն իրականացվելու է 4 ուղղությամբ, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդկանց կյանքի վրա։ Սերմ արտադրության հզորացում, կաթի արժեքային շղթայի կայուն զարգացում, գյուղատնտեսական փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելիության ընդլայնում, առողջ ու կայուն սննդի սպառման խթանում։ Համատեղ նախագիծը համահունչ է Հայաստանի 2023-ից 26 թվականների պարենային անվտանգության ռազմավարությանը։ Նախագիծը կղեկավարի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, դա մեզ համար կարևոր է, քանի որ հնարավորություն կտա կապել սննդի համակարգերը կենսաբազմազանության հետ, ավելի մոտեցնելով գյուղատնտեսությունն ու բնությունը։ Արդյունքում մի քանի ամսից Հայաստանում անցկացվելիք COP17-ի ընթացքում հնարավորություն կունենանք հստակ ընդգծելու գյուղատնտեսական սննդային համակարգերի և կենսաբազմազանության փոխկապակցվածությունը։ Ակնկալվում է, որ ծրագիրը կօգնի գյուղատնտեսներին բարձրացնել արտադրողականությունը, նվազեցնել շրջակա միջավայրի վրա ճնշումը, ստեղծել աշխատատեղեր գյուղական համայնքներում և բարելավել առողջարար սննդի հասանելիությունը երկրում։ Ծրագրի հիմնական նպատակներից մեկը կայուն պարենային համակարգերի զարգացումն է դեպի կլիմայախելամիտ գյուղատնտեսության անցումը, ինչպես նաև փորձելու ենք սպառողների վարքագիծը փոփոխել դեպի կլիմայախելամիտ և բնության նկատմամբ պոզիտիվ վարքագծի անցմանը։ Ծրագիրը ֆինանսավորում է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների միասնական հիմնադրամը իրականացնող 3 կառույցների համաֆինանսավորմամբ։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։